Ռումինիան պարադոքսալ երկիր մնե, մի կողմեն շատ կհարկի հայ համայնքը եւ գրնամսել որ չկա աշխարհի վրա երկիր, որ հայ համայնքը օրենսդրության համեմատ, քաղաքական իրավունքների համեմատ ունենա ավելի շատ իրավունքներ, քան ռոմանահայ համայնքը։ Բայց մյուս կողմեն, որովհետև Ռումինիան ստրատեգիկ պարտներիատ ունի Թուրքիո հետ, եւ որովհետեւ ինքը բատմական տեսակետով թուրքական կոմպլեքս ունի չեմ գիտեր ինչու համար ցեղասպանությունը ջանցված չի Ռումինիա ուրեմն մեր չանկերը գողվի նախ եւ առաջ կգետրոնանան ցեղասպանության ջանաչման հարցով հիմա որովհետեւ նախագահի ընտրություններ ունենք մենք բաց նամակ պիտի գրենք բոլոր տեխնազուներուն որբեսի իրենց թիրք ներկայացնեն ցեղասպանության ջանացման հարցին եւ փաստնամակ գուսակցություններու եւ ես իբրև ձերագուտական եւ իմ դերակալը Ռոմանիո հայոց միության նախագահության դերակալին Վարուժան Փամբուկչյանը պիտի նամակ ուղարկենք հարց պիտի տանք կառավարության թե վարչապետի թե արտգործ նախարարին որբեսի իրենք ներկայացնեն իրենց պաշտոնական տեսակետը ցեղասպանության մասին բայց նույն ժամանակ մենք կփորձենք ուրիշ բանին քանակության այսինքն դեղական իշխանություններով հետ որովհետև ավելի բարձ է այդպես ունենք նախագիծը որ զանազան քաղաքներու մեջ որ հայ բնակչություն ունենք ցեղասպանության հուշարձաններ տնենք քաղաքներուն գետրոններու մեջ կպատրաստենք քալդարի աշնան մեծ ցուցահանդեսը որ գվերապերի հայ մշակութային ժառանգին ռումեն խողի վրա եւ որ հույս ունենք որ Հայաստանի նախագահն մասնակցի եւ այդ զանազան քիդաժողովներ բաներ համերգներ 24 ապրիլի միջոցով տեսակ ցույցեր եւ այլն։ Այստեղից Հայաստանը Սփյուռքի նախարարությունը բավարար չափով օգնում են ձեզ այդ միջոցառումները պահպանելու կամ հայ համայնքի ինքնությունը պահպանելու համար։ Մեր գաբերը շատ լավ են Սփյուռքի նախարարության եւ Դիգին Խրանուշ Հակոբյանի հետ գրնամսել որ արդեն մեր նախարարին հետ բարեկամ ենք որովհետեւ եղբայրական գաբեր ունենք որովհետև ինքը շատ աջակցություն տվավ մեր աշխատանքներուն եւ մենք մասնակցեցանք ամեն անգամ նախարարության գազագերբած ելույթներուն թե Հայաստանի մեջ թե ուրիշ տեղեր եւ մենք բարձր քննադատանք կտանք Սփյուռքի նախարարության աշխատանքներուն